Արևի տակ ոչինչ նոր չէ։ Մաս 3 1921 թվականի նոյեմբերի 17-ի բոլշևիկյան իշխանության որոշմամբ հոգևորականները զրկվում են ընտրելու և ընտրվելու իրավունքից։ Արգելվում է կրոնական առարկաների դասավանդումը դպրոցներում։ 1922 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի խորհուրդների առաջին համագումարում ընդունված սահմանադրության 6-րդ հոդվածով եկեղեցին դադարում է իրավաբանական անձ լինելու որևէ սեփականություն ձեռք բերելու իրավունքից։ Դրան հետևում է եկեղեցուն պատկանող շարժական և անշարժ գույքի գրավումն ու դրանք պետական սեփականություն հռչակելը։ 1930 թվականին լուծարվում են Սանահինի և Սևանի վանքերը։ 1933 թվականին փակվում է Գեղարդի վանքը։ Հնագիտական փակվայր է հայտարարվում նաև Այրի վանքը։ Հալածանքների և բռնադատումների հետևանքով 1938 թվականին Մայր աթոռում մնացել էր ընդամենը 7 հոգևորական։ Գործում էր միայն Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը։ Աղբյուրը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության և ազգային արխիվ։ Հայ եկեղեցին բոլշևիզմ է տեսել և ապրել։